Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը՝ 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ ալգրելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները պոլիտիկայի մեթերում, այսպես ես զրուցելու եմ քաղաքագետ Տերենիկ Մանխասյանի հետ, շնորհակալ եմ Տերենիկ մեր ավերն ընդունելու համար։ Նիկոլ Փաշինյանը հանգիստ չի տալիս այն համայնքապետերին, որոնք ԿՊԱ-ական չեն, կամ այն համայնքներին, որտեղ ԿՊ-ն պարտվել է։ Եվ հետաքրքիր է, որ վերջին օրերին թիրախում է հայտնվել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եւ որպես թիրախավորման տրիգեր հանդիսացավ այն հայտարարությունը, որ ովքեր կարճ տարբերակն է, չգիտեմ, երկար միտքը ինչպես է ասել, միութենական պետության իմաստով, հա, դե խոսքը ամեն մեկը կարող է քննադատել, բայց ոչ ԿՊԱ-ականները, որոնք փաստորեն ուրիշ միութենական պետության կողմնակից են, Եվրամիության կողմնակից են, որոնց դրական նախաձեռնությունն են, ինչևէ Վարդան Ղուկասյանի զրահապատ մեքենան էին բերման ենթարկել, չգիտեմ, ինչն է իրենց անհանգստացնում։ Մյուս կողմից կա Վոլոդիա Գրիգորյանի սպանության պատմությունը, հա։ Ինչու են իշխանությունները ամեն բան անում, ոնց որ ցանկացած տեղ ունեցող որևէ վատ զարգացում իրենց վրա մնա։ Բոլորը կարծեն, որ իրենք են։ Որից ԿՊԱ-ական իշխանության քայլերը վերլուծելը տրամաբանության շրջանակներում մի քիչ բարդ է, ավելի շատ դեպքերում էլ ինձ թվում է այդտեղ հոգեբաններն ու հոգեբույժները պետք է զբաղվեն, բայց կա մի օրինաչափություն իրենց գործողությունների մեջ, հատկապես Նիկոլ Փաշինյանի, դա իշխանությունը պահելու, գրեթե ամեն գնով պահելու ձգտումն է, որ նա անշեղորեն անում է, եւ իրենք միակ տեղ, որտեղ շատ լավ են աշխատում, դա ինֆորմացիոն ֆրոնտն է, պրոպագանդան։ Շատ հիանալի, անկերազանցելի աշխատում է, հաշվի առնելով պետական մեքենան, հաշվի առնելով հսկայական ֆինանսական ռեսուրսները, պողակիներին հատկացվող միլիոնավոր դոլարներ եւ այլն եւ այլն։ Բայց վերադառնանք ընդդիմադիր քաղաքապետների շատ տխուր ճակատագրին, եթե այդպես կարելի է ասել, մինչ այս եղած, տեսեք, սկսվեց մի փուլ, երբ անդադ ընտրություններ տեղի ունեցան, հա, տարբեր համայնքներում, չգիտեմ, Թալին, Անի, Ալավերդի եւ այլն, որոշ տեղերում ընտրվեցին ընդդիմադիր քաղաքապետեր կամ համեմատաբար ընդդիմադիր, այսինքն ոչ իշխանական քաղաքապետեր, այդպես ասեմ, ու այսպես իշխանության համար երջանիկ պատահականությամբ մեկը չկարողացավ հավաքանիով ընտրվել քաղաքապետ, մյուսը մի տարի աշխատեց, կոպիտ ասած գլխին սարքին հանեցին, մյուսին Վանաձորում բանտարկեցին, շարք է, էլի կարող ենք երկար թվել, էլի։ Հետո հերթը հասավ արդեն այս երկրորդ փուլին, այդպես կարելի է ասել, դա Փարաքյարի ընտրություններն էր ու Գյումրու ընտրություններն, որտեղ էլի ի դժբախտություն իշխանությունների ընտրվեցին ընդդիմադիր ոչ իշխանական քաղաքապետեր։ Ես վիճակագրությունն եմ ասում, փաստերն եմ նշում, հա։ Արդյունքում մեկ տարի չանցած մեկ ընդդիմադիր քաղաքապետ սպանվեց, մյուս ընդդիմադիր քաղաքապետի նկատմամբ իրականացվում է լայնածավալ գրոհ բոլոր ուղղություններով՝ իրավապահ, քարոզչական, քաղաքական եւ այլն։ Եթե գործողություններին նայում ենք այս տրամաբանության շղթայում, այսինքն փաստերը իրար կողք դնելով, հա, հələ տեսեք, ասենք ընդդիմադիր քաղաքապետեր են ընտրվել ու դրանցից քանիսն է հիմա շարունակում նորմալ պաշտոնավարել։ Հիմնական երևի 90%-ը մեկը հայտնվեց ճաղերի հետևում, մյուսը սպանվեց, մյուսը պաշտոնազրկվեց, գնաց Հայաստանից ու այդպես շարունակ։ Այսինքն այս տրամաբանությունը, այս շղթան ինձ հուշում է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող հանդուրժել
որևէ կարգի իշխանություն, լինի դա թիմ, լինի, ասենք, հիմա գյուղերում չկա էլ, հա, այդ գյուղապետի ընտրությունները խոշոր ասված համայնքներ են դարձել։ Նույնիսկ եթե լինեին այդպիսի ընտրություններ, ինքը անգամ մի ընդդիմադիր գյուղապետ չէր հանդուրժելու, որովհետև հասկանում է, որ իր իշխանության ձևավորման հիմնական համակարգը մարզերում է։ Քաղաքներում Նիկոլ Փաշինյանը այլևս վերջացած քաղաքական գործիչ է, հիմնական քաղաքներում, հա, չունի որևէ իշխանություն եւ համայնքներում ինքը փորձում է իր վերահսկողության տակ պահել առաջիկա ընտրությունների նախաշեմին, ես չգիտեմ, արտահերթ կլինի, թե հերթական կլինի, որպեսզի կարողանա քիչ թե շատ վերահսկողություն ապահովել եւ ապահովել իր վերարտադրությունը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը օրինակ երկընտրանքի, այսպես անորոշ վիճակ է Նիկոլ Փաշինյանի մոտ, չի հասկանում հիմա վեհարանի վրա հարձակվի իր քպական զորքով, վեհարանը գրավի մտնի Գյումրի այնտեղ իշխանություն տապալի, թե հակառակ process-ը անի։ Այդ մարդու մոտ արդեն ջղաձգումներ են, քաղաքական ջղաձգումներ են։ Ինքը հասկանում է, որ վերահսկողությունից շատ բան դուրս է եկել։ Բայց մյուս կողմից ես չեմ ուզում սին հույսեր ներշնչել, որ իշխանությունը թույլ է, հեսա մի հատ կպնես կփլուզվի, չկա նման բան։ Բավականին ուժեղ է իշխանությունը, բայց ամեն օր նա կորցնում է այդ ուժեղության մի մասնիկ։ Օրինակ, առաջիկայում վաղարշապատի ընտրություններն են, նոյեմբերի 16-ին, հա, Մայր Հայաստանը եւս մասնակցելու այդ ընտրություններին, ես ինչու շեշտեցի, որովհետեւ տեսեք, եթե Գյումրի ու վաղարշապատի ընտրությունները համեմատենք, թե ինչի շնորհիվ հաջողվեց իշխանազրկել ԿՊ-ին։ Երբ Գյումրիում մենք նաև մեր ջանքերով, Մայր Հայաստանի ջանքերով գերքաղաքականացվեց ընտրությունները եւ դրա արդյունքում ստացվեց շատ բարձր մասնակցություն, Նիկոլ Փաշինյանի թիմի կողմից քերած, ես այդ բառն եմ ուզում օգտագործել, 17000 ձայնը, այսինքն վարչական ռեսուրսի օգտագործմամբ, նաև մամուլում ինչ-որ հրապարակումներ կան ընտրակաշառքի մասին, մնացած բոլոր ռեսուրսներով հավաքեցին, ասենք 17000 ձայն ու չկարողացան իշխանություն ձևավորել, որովհետև քաղաքացիների ակտիվությունը բավականին բարձր էր ու իրենց այդ ամբողջ ջանքերը, ռեսուրսները առ ոչինչ դարձան, այսինքն իշխանություն չձևավորեցին։ Նույնը հիմա պետք է տեղի ունենա, ես կարծում եմ տեղի կունենա վաղարշապատում։ Այսինքն ինչքան քաղաքականացվի, ինչքան հասարակության ակտիվությունը բարձր մակարդակի վրա պահվի, որպեսզի նրանք գնան ընտրատեղամասեր, շատ հասարակ այդ քվեների հեղափոխություն է տեղի ունենում, քվեարկային հեղափոխություն։ Այսինքն գնում ձեզ հակադարձելու են, ասելու են հատիմ ընտրությունը մեկ բան է, համապետական ընտրությունը այլ բան, որովհետև Գյումրիում ԿՊ-ի պարտությունը չի նշանակում Նիկոլ Փաշինյանի իշխանազրկում, իսկ մենք գիտենք Նիկոլ Փաշինյանը իշխանությունը դիտարկում է զուտ իր անվտանգության ապահովման տեսանկյունից, անվտանգության փողերի ապահովման տեսանկյունից, իսկ համապետական ընտրությունները ինքը դիտարկելու որպես իր անձնական անվտանգության հարց։ Բան չունեմ ասելու, բայց գնալու է տոտալ կեղծիքների, բռնաճնշումների, մենք հիմա տեսնում ենք, գնալու են գուցե նաև սպանությունների, հա, բանը իրենք անում ինչ եք անելու որպես ընդդիմություն է։ Իրենք նույն բանը անում են, եթե մտածում եք դիմերում դա չեն անում, ապա դա այդպես չի։ Դե Գյումրիում իրենք բոլոր հնարավոր միջոցներով ձայներ քերեցին այդ ամբողջ գործընթացից։ Նույնը անելու են վաղարշապատում, մի քիչ ավել անելու են համապետական ընտրությունների ժամանակ։ Այսինքն, եթե դու թիմերում կազմակերպված քաղաքական դիմադրություն ես ցույց տալիս, մշակում ես այդ տեխնոլոգիաները, ես միակ բանը, որ կարող եմ հակադարձել, դու պետական մեքենայի դեմ որևէ համակարգ չի կարող արդյունավետ աշխատել։ Դա միանշանակ է։ Հիմա Ռոբերտ Քոչարյանը ասաց հեղափոխություն է լինելու, եթե կեղծեն ընտրությունները, Մայր Հայաստան ինչ ասում։ Մայր Հայաստան այդ մտքի հետ։ Որ մտքի, որ հեղափոխություն է լինելու, եթե կեղծեն ընտրությունները։ Ես չգիտեմ, դա ինչքանով է հնարավոր կամ հնարավոր չէ հեղափոխություն, այսինքն 1 տարի առաջվա կտրվածքով կանխատեսումներ անելը մի քիչ դժվար է, բայց Մայր Հայաստանը իր սեփական փորձից նաև ելնելով կարող է ասել, որ հեղափոխություն պետք է լինի միջև ընտրությունները, այսինքն արդեն հեղափոխված հասարակության միջոցով պետք է ընտրությունները։ Ես հասկացա, հիմա նայ։ Խնդիրը որն է, ընտրությունների գնալու մտքին կողմ քաղաքացիների ընդդիմախոսները ասում են հետևել, ասում են լավ, քաղաքացիները եկան ընտրության, ընտրեցին ձեզ, ոչ Նիկոլ, ընտրեցին ընդդիմադիրներին։ Նիկոլը թվով պարտվեց,
ԿՀ-ում նստած է իր մարդը, թվերը կեղծում է, ասում է 53% քաղաքացիական պայմանագիր։ Ձեր գործողությունները։ Այսօր պիտի հայտնի չլինի գործողություններին չեն լինելու։ Ես չեմ կարող ասել այսօր պետք է հայտնի լինի թե վաղը, բայց կան ակնհայտ բայեր, այդ նույնը որ դուք ասում եք հիմա ինչ կարող է տեղի ունենալ, դա տեղի ունեցավ 12 թվականին կարծեմ Վրաստանում Իվանաշվիլի կողմից, երբ մարդը լավ հայտարարեց, եթե տենց ակնհայտ կեղծեք, այսինքն նստեն նկարչությամբ զբաղվեն, ես կարծեմ հենց ընտրությունների գիշերը հավաքվել էր 40,000-ից ավել մարդ իրենց անկախության հրապարակում, որպես ճնշում, որ հանկարծ իշխանությունը չփորձի ինչ-որ քայլերի դիմել։ Այսինքն դա փորձված մեթոդ է, որը կարողացել են անել Վրաստանում, հիմա դա ինչքանով կաշխատի Հայաստանում, ինչքանով ընդդիմությունը կարող է գեներացնել 100,000-ներ, 40,000-ներ հրապարակում, ես հիմա իրոք չեմ կարող ասել, բայց ես մի բան կարող եմ ասել, եթե ժողովուրդը շատ բարձր մասնակցությամբ գնա ընտրությունների, ապա Նիկոլ Փաշինյանի համար դա կատաստրոֆիկ սխալ կլինի, հանկարծ նստի ասի խոսքի, ասենք 20% է հավաքել, գրի 51%։ Պարոն Ալխասյան, մենք գործ ունենք։ Ես հասկանում եմ, գործ ունենք մի մարդու հետ, որը հանձնել է Արցախը, ես եւ իր համար կատաստրոֆա չի տեղի ունեցել։ Բայց տեսեք, հայ ժողովրդի գլխին աղետ է եղել, արցախցիների գլխին աղետ եղել, Նիկոլի գլխին ինչ է եկել։ Այստեղ իշխանության խնդիր է։ Իշխանության խնդրի դեպքում արդեն աղետ կարող է տեղի ունենալ, որտեղ այստեղ աստեն անձնական քաղաքական ինչքան էլ շատ գիտեք, ցավալի է ինձ համար խոստովանել, բայց այս դեպքում իրոք Նիկոլ Փաշինյանը կարող է խնդիրներ ունենալ, որովհետև Արցախը շատ քաղաքական էլիտաների համար շատ հեռու է թվում, չնայած ամբագորգոր հայրենասիրական հայտարարությունների մնացած բաները շատ հեռու են թվում, բայց եթե հանկարծ իշխանության խնդիր առաջանա այստեղ, իշխանության գողանալու Մասիսին բան պատահի, ազգովի կդառնանք ֆիդալ։ Պետրան։ Հա, էլի, մի քիչ Մասիսին արդեն պատահել է, մի քիչ ճանճերը կոտլետներից զատենք, հա, այստեղ երբ որ հայերի մոտ առաջանում է անձնական խնդիր արդեն իշխանության եւ այլն, մի քիչ ավելի մոտիվացվածությունը ինձ համար շատ ցավալի է, այս ամեն ինչը խոստովանել, բայց դա այդպես է։ Հիմա մեր կողմից ես ասում եմ դիտարկվում է առաջի քայլերից մեկը, դա այն է, որպեսզի բարձրացվի հասարակության քաղաքացիական քաղաքական ու քաղաքացիական ակտիվությունը։ Հասարակությունը պետք է հասկանա, որ եթե չի ուզում նման սցենարներ, հա, հեղափոխություն, փողոցային պայքար եւ այլն, ինքը պետք է ընդրատեղամասում այդ հեղափոխությունը անի։ Ես համոզված եմ, եթե ասենք 70-80% մասնակցություն տեղի ունենա, ես լցնելը չեմ ասում, ուղղակի քաղաքացիները կնան ընտրեն։ Գյումրիում դա է տեղի ունեցել։ Ախր տեսեք, գրեցին դրանից առաջ ընտրություններից առաջ իրենք հայտարարում էին, որ մենք 50%, 60% հավաք է, դա ինչ պրոբլեմա մեզ համար եւ այլն։ Ու իրենք ըստ էության ճիշտ հաշվարկ էին արել, բայց սխալ ելքով։ Իրենք հաշվել էին, որ 17,000 Գյումրիի համար մեծ թիվ է։ Այսինքն դա իրոք 50%, ասենք, եթե 40% մասնակցություն լինի, ինչը սովորաբար եղել է, կամ 40% հələ բարձրել, բայց այնտեղ մասնակցությունը հասավ գրեթե պատմական մաքսիմումի, ու ԿՊ-ն իր այդ ամբողջ ռեսուրսով այդ 17,000 կանգնեց փաստի առաջ։ Ուրիշ բան, այնտեղ էլ կարող էին նկարել, չէ՞։ Իրենց համար կյանքի մահի խնդիր է կոպիտ ասած։ Գյումրիում երկրորդ, բայց ինչի են հիմա նման բաներ անում, եթե նման խնդիր չկա։ Ինչի մի քանի ամիս չի անցել, իրենք չեն հանդարտվում։ Թե ինչու համապետական ընտրություններից առաջ ընդհանրապես մի Գյումրու ընտրությամբ ձեռք բերել ընտրակեղծարարի համբավ։ Բայց արդեն դա ձեռք բերել են իրենք։ Ոնց։ Վարչական ռեսուրսի օգտագործում։ Դե վարչական ռեսուրսը դուք էլ իշխանության լինեք օգտագործել։ Խոսում են ընտրակաշառքների մասին, չէ՞։ Բազմաթիվ ես հրապարակումներ են լսել։ Մենք հրապարակումներ ենք տեսել, դեռ որ ընդդիմությունն է ընտրակաշառքը Շեբենի տեսքով։ Դե տեսեք, Շեբենի տեսքով ընտրակաշառքով եթե դատենք, ապա ԿՊ-ի ամբողջ այդ թիմը պետք է հիմա ուղիղ աշխատանքային գաղութներում լինի, որովհետև իրենք նույն շիբին է, իրենք են արել, նույն գրեյդերը իրենք են արել, նույն լույսերը կախել է, իրենք են արել ու կարող եմ երկար թվարկել այս ամեն ինչը։ Դե դա համայնքային աշխատանք է։ Այդ տրամաբանությամբ եթե առաջնորդվենք, ասում եմ, ԿՊ-ի մեծամասնությունը պետք է հիմա գաղութում նստած լիներ։ Այսինքն մեր խնդիրը հիմա հասարակությանը գերակտիվացնելն է։
քաղաքական բոլոր հնարավոր գործիքներով։ Դա է միակ ճանապարհը, որպեսզի ընտրամբ տեղամասում տեղի ունենա հեղափոխություն։ Եթե մենք այդ խնդիրը չենք լուծում, ապա դրանից հետո հեղափոխությունը մի քիչ արդեն կասկածի տակ է, որովհետև հասարակության գերքաղաքական ակտիվության պայմաններում է հնարավոր հետընտրական հեղափոխություն։ Իսկ եթե գերակտիվություն կա, ապա շատ հնարավոր է, որ հենց ընտրատեղամասում այդ ամեն ինչը ավարտվի։ Լավ, հիմա մեկ այլ հարց, որ ես նայում եմ ընդդիմադիր բոլոր ուժերը ֆիքսվել են հունիսի 7-ի վրա, այսինքն հունիսի 7-ը վերցրել են ելակետ եւ պատրաստվում են հունիսի 7-ի ընտրություններին, եկող տարվա։ Այդ ամսաթիվը հրապարակել է Ալեն Սիմոնյանը, ԿՊԱ-ական։ Ինչու ընդդիմադիր դաշտում չկա պլան B, այսինքն պատրաստվածություն արտերտ ընտրությունների, այսինքն Բայց բոլորն էլ պատրաստվում են։ Ինչու՞։ Եթե ընտրությունները տեղ ունենան, ասենք 4 շաբաթից դեկտեմբերին, ոչ մեկ էլ պատրաստ չի։ Պատրաստվածություն ասելով ես նկատի ունեմ հետեւյալ, նախ այդ մեդիա քարոզչական միջոցներով հասարակության ակտիվացում, 1 շտաբերի բացում համայնքներում, որովհետև դա նախընտրական գործընթացի ատրիբուտ է, հա, հանրության հետ շփումների ակտիվացում, այդ առումով ոչ մի բան տեղի չի ունենում, բոլորը պատրաստվում են, որ այսա դեկտեմբեր-հունվարը կանցնի, փետրվարը մի քիչ կսղացնենք, մարտից կակտիվանա։ Ես մյուս կուսակցությունների քաղաքական ուժերի համար չեմ կարող ասել, երևի իրենք արխային են, ընդհանրապես արխայնությունը հայազգին բնորոշ, եթե նման բան կա, հա, բնորոշ հատկություն է, բայց Մայր Հայաստանի պարագայում այս վերջի ամիսներին, երևի հունվարից սկսած, կամ չէ, ավելի շուտ, Երևանի ավականու ընտրություններից սկսած, Մայր Հայաստանը գտնվում է մարզական վիճակում, այս առումով քաղաքական, անընդհատ քաղաքական process-ների մեջ, անընդհատ ընտրությունների մեջ, անընդհատ գործընթացներ են, հա, ընտրական շտաբներ, մարդիկ եւ այլն եւ այլն։ Երևանում կա այդ համակարգը, Գյումրիում կա, երկու խոշոր, հիմա Վաղարշապատում, այսինքն այս առումով Մայր Հայաստանը երևի ամենապատրաստվածներից մեկն է, հա, ընտրություններին պատրաստվածության մասին եմ խոսում։ Մարդկային ռեսուրսի առումով, քարոզչական առումով, այսինքն մենք անընդհատ աշխատում ենք։ Մենք դրա համար ենք ասում, որ պետք է այն քաղաքական ուժերը, որոնք հայտ են ներկայացնում համապետական ընտրությունների մասնակցելու, իրենք եթե չեն մասնակցում տեղական ինքնակառավարման ընտրություններին, առնվազն ձեր նշած խնդիրներից ունենում են։ Հայաստանը միայն Երևանը, Գյումրին ու բանը չեն։ Այո, 70 խոշորացված համայնք։ այո, հետո Այսինքն դա նշանակում է պետք է ունենալ իմ տրամաբանությամբ եւ նայում եմ, այն տրամաբանությամբ, որը ես եմ նայում, խոսքը 70 շտաբերի մասին է։ Պլյուս միշտ քաղաքական ուժերը Երևանում ունեցել են ամեն վարչական շրջանում առանձին շտաբ, առնվազն 1։ ինչ որ տեղից պետք է սկսել, չէ՞։ Այսինքն այդ որ քաղաքական ուժը նման ակտիվություն է ցուցաբերել, ասենք Իմ ասածն դրա մասին է, հա, իմ ասածն եկանք իմ խոսքին, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը իրենց համար գործընթացների վերջնաժամկետ են վերցրել, այնինչ հնչեցրել է իշխանությունը եւ չկա պլան B, ինչպես չկար պլան B 2021 թվականին, երբ ընդդիմադիր ֆրակցիաները դաշինքները, ցուցակները ձևավորված էին այնպես, որ գնում ենք իշխանության։ Հետո պարզվեց ընդդիմություն են իրանք, ոչ թե իշխանություն, ու պարզվեց այդ ֆրակցիաները այդքան էլ հարմար չեն ընդդիմադիր գործունեության համար։ Բորիս, ես էլի մեր համար կարող եմ ասել, որ մենք յուրաքանչյուր պահի պատրաստ ենք համապետական ընտրական գործընթացների, եթե ասենք մի ամիս հետո լինի շատ ավելի դժվար կլինի, 2 ամիս հետո լինի մի քիչ ավելի հեշտ կլինի ու այդպես ժամկետները եթե շատացնենք, ինչքան շատ, այդքան ավելի հեշտ, բայց ելի եմ ասում, մենք գտնվելով քաղաքական գործընթացների, ակտիվ գործընթացների մեջ, այդ առումով որոշակիորեն լուծել ենք պատրաստ լինելու խնդիրը, այսինքն միշտ մարտական մարզական վիճակում են գտնվում։ Այդ թե մյուս քաղաքական ուժերը, ընդդիմադիր ուժերը, ինչու այդ որոշները կան, էլի ինչ որ ակտիվություն են ցուցաբերում, հայտեր են ներկայացնում, թիմեր են հավաքվում։ Հիմա ես մի բան ասեմ, ամենամեծ ռեսուրսը ոչ թե շտաբներն են, ոչ թե ասենք, չգիտեմ, ինչ որ կառուցվածքային խնդիր լուծելն, այլ մարդն է։ Հիմա Հայաստանում քաղաքական դաշտում մարդավորսա տեղի ունենում, պարզ։ Այսինքն մարդկային կապիտալի առումով մենք այնքան խղճուկ վիճակում ենք գտնվում քաղաքական, որ էլի եմ կրկնում, ամենամեծ խնդիրը ընդդիմադիր քաղաքական ուժերի համար դառնալու է մարդը, մարդկային ռեսուրսը։
ու դա շատ մեծ խնդիր է, որpիսի մենք հետագայում չունենանք ինչպես ԿՊԱ-ականները իրենց բնորոշեցին ուսապարկերի խորհրդարան, չէ, իրենք էին ասում, որ դե եթե ուսապարկ դներ Նիկոլ Փաշինյանը, այդ ուսապարկերին կընտրեն։ Այսինքն այդ մարդկային հիմա լուծվում է այդ խնդիրը մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից։ Իրենք փորձեր են անում ինչ-որ բաներ, հա, մարդկային ռեսուրսի հետ կապված լուծելու։ Ես ասեմ, ֆինանս կա, տարօրինակ վիճակ է։ Մինչև էս շատ դեպքերում ֆինանսն էր խնդիրը քաղաքական գործընթացների մասնակցելու։ Հիմա ես նկատում եմ, որ շատ քաղաքական ուժեր, քաղաքական միավորներ ֆինանսի հետ կապված խնդիր չունեն, ունեն մարդկային ռեսուրսի հետ կապված խնդիր։ Այդ խնդիրը ամենամեծ խնդիրն է ընտրություններից առաջ, որովհետև ինչպես դուք նշեցիք, որ միայն Երևանն ու Գյումրին չեն, հետևաբար առաջ է գալիս տեղերում ներկայացված լինելու խնդիրը, այսինքն եթե դու Սյունիքից, Վայոց ձորից, Լոռիից ձայներ ես ակնկալում, դու այնտեղ գոնե քո ցուցակում պետք է ունենաս մարդ, որը ներկայացնի այդ մարզերը։ Ես այդպես եմ մտածում։ Ես համարում եմ, որ Երևանակենտրոն քաղաքականությունը շատ սխալ է եղել, որ վերջին տարիներին վարվել է։ Այսինքն մարզերը ներգրավված չեն եղել, իշխանությունը այնտեղ միշտ մեծ ազդեցություն է ունեցել, հետո իշխանությունը միշտ մարզերից տարել է մեծ քվեներ ու մենք կանգնել ասենք ժողովուրդն է մեղավոր։ Այսինքն բացեք ցուցակները, տեսեք թե քանի հոգի, ասենք ներգրաված իրենց ցուցակներում ներգրավել են բոլոր մարզերից, որpիսի այդ մարզերի ցենը եւս լսելի լինի։ Այսինքն այդպիսի նրբ երանգներ կա, որոնց մասին ընդդիմադիր ուժերը հարկ չեն համարում մտածել կամ միջև այս հարկ չէին համարում մտածել, դրա համար ընդդիմությունը միշտ կանգնել է խնդրի առաջ մարզերում։ Մենք ենք ասում, չէ, մարզերում Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը բավականին բարձր է, քանի որ այնտեղ հմեկը տարածվում է իր ամբողջ պրոպագանդայի հզորությամբ, իրենց չինովնիկները, քարոզները տանում են, իշխանությունը այնտեղ ներկայացվածություն ունի, իսկ ինչ է անում այդ բարակայում ընդդիմությունը մարզերում։ Այսքան տարի մենք խոսում ենք։ Միայն խորհրդարանում նստել, աթոռ մաշելը չի։ Այսինքն պետք էր մտնել գյուղեր, պետք էր մտնել փոքր քաղաքներ, շփվել մարդկանց հետ, քո մեսեջները հասցնել, փոշի շնչել, նաև ինչ որտեղ հայոյանքներ լսել, այդ լարվածությունը դուրս բերել ու մարդկանց հետ կոմունիկացվել։ Դա պետք է արվեր, որպեսզի հետո չնստենք, բողոքենք, որ Երևանում, ասենք, հաղթեցինք, բայց գյուղերի պատճառով, չգիտեմ, մարզերի պատճառով մենք պարտվեցինք, Նիկոլ Փաշինյանը վերարտադրվեց։ Շատ լավ։ Վաղար շաբաթի ընտրությունների մասին վերջին հարցը։ Դուք կարծում եք կկրկնվի Գյումրու սցենարը, այսինքն ընդդիմադիր ուժերը մեծամասնություն կվերցնեն։ Ես մտածում եմ, որ այդպես կլինի, այսինքն Գյումրի 2 շատ հնարավոր, այսինքն շատ բարձր հավանականություն կա, որ այնտեղ տեղի ունենալու Գյումրի 2, Նիկոլ Փաշինյանի համար չնայած վաղար շաբաթը երևի թե ավելի կարևոր է գաղափարախոսական առումով, ինքը տեսեք ինչ է ուզում ցույց տալ, որ եկեղեցու դեմ հարձակվում եմ, սրբազաններին բանտարկում եմ, օր ու գիշեր իմ թիմը հայոյում է եկեղեցուն ու սրբազաններին, ու ես պետք է վաղար շաբաթում տամնեմ համապատասխան քվե, իշխանություն վերցնեմ ցույց տալու համար, որ Հայաստանի հոգևոր մայրաքաղաքում ես կարողացա այդքան բանից հետո ստանալ իշխանություն, ժողովրդի քվեն ստանալ, հիմա դա ինչով կստանան, ինչպես կստանան, դա հարցի երկրորդ կողմն է, բայց ֆորմալ առումով ժողովրդի քվեն ստացա, եւ եթե ես ուզում եմ ասել, Նիկոլ Փաշինյանը եթե հաջողացրեց, չնայած չեմ կարծում, Հայաստանի հոգևոր մայրաքաղաքում իշխանություն ձևավորել, ապա հավատացեք, որ երկրորդ քայլը Էշմիածին ներխուժելն է, այսինքն վեհարան ներխուժելն է։ Դա միանշանակ է, այսինքն դա իրեն լեգիտիմության հիմք է տալու, որպեսզի ներխուժի վեհարան, կաթողիկոս փոխի, հոգևորականներ նշանակի, սրբազաններ նշանակի եւ այլն եւ այլն։ Ու իրենք ուզում են, քանի որ իրենց մոտ ստեղծագործական ճգնաժամ է, իրենք ուզում են կրկնել Երևան
Երևանի սցենարը, Երևանի ավականու սցենարը։ Եվրո թուրքեր, չգիտեմ, 5-րդ շարասյուն, որոնք գորգորում են այնտեղ Գյումրի 2 չի լինելու, Գյումրի 2 չի լինելու, իրենք մտցվել են այնտեղ, երևի համոզել են իշխանության ինչ որ բաներ են կպցրել ֆինանսական եւ ոչ ֆինանսական, որ արեք Երևանի սցենարով անենք, հա, մենք մի քիչ ընդդիմադիր կներկայանանք, մի քիչ այնտեղ չեզոք ձայները կքաշենք մենք, դուք իշխանական ձայները, հետո կոալիցիա կկազմենք, իշխանության Տիգրան Ավինյանին ինչպես իշխանություն դարձրեցին, ԿՊ-ն Երևանում փոքրամասնություն ունենալով ձևավորեց իշխանություն։ Նույնը փորձում են անել Էշմիածնում, բայց դրան հակառակ կա Գյումրու սցենարը, երբ ընդդիմադիր ուժերը միավորվում են, իրար չեն խփում, ամենակարևորը դա նաև Մայր Հայաստանի կրեդոներից մեկ կամ սկզբունքներից մեկն է, որի մասին Անդրանիկ Թևանյան հայտարարեց, որ մեր խնդիրը բացառապես Նիկոլ Փաշինյանն է, բացառապես իշխանությունն է, ոչ ընդդիմադիր կամ ընդդիմադիր ներկայացող ուժերը, այլ հիմնականը Նիկոլ Փաշինյանն է, ԿՊ-ն է մեր խնդիրը։ Հանրապետությունն էլ է ընդդիմադիր։ Չէ, ներկայանալու առումով այստեղ չեմ ասում, թե հանրապետությունը, այսինքն թե ոսկի ասի ինքը Չուկչա է, հիմա չեղավ Չուկչա, չէ։ Այդ մարդը, ասենք, Տիգրան Ավինյանին իշխանության հետ համագործակցելով դարձրել է քաղաքապետ, չգիտեմ, կոալիցիա է այնտեղ, կոալիցիա չէ։ Նիկոլին վարչապետ է սարքել։ Ում? Մարդել կա Նիկոլին վարչապետ է սարքել։ Հա, կան այդպիսի մարդիկ ու շատ են այդ մարդիկ։ Մի հոգի չի, էլի։ Այսինքն, եթե դու առաջնորդում ես այդ Գյումրու սցենարով, այսինքն իրար չես խփում, կոնսոլիդացնում ես հնարավորինս ընդդիմադիր ձայները բավականին մեծ չափով, հետո Մայր Հայաստանի սկզբունքները հայտարարել է։ Այսինքն հիմնական խնդիրը, այսինքն գերխնդիրը ԿՊ-ի իշխանազրկումն է այնտեղ ու մեր կողմից իշխանության ձևավորումը բնականաբար, բայց առնվազն ԿՊ-ն այնտեղ պետք է իշխանազրկվի։ Եվ դա հնարավոր է միայն ընդդիմադիր ուժերի համագործակցության շնորհիվ։ Շատ լավ, շնորհակալ եմ Դերենիկ հետաքրքիր զրույցի համար։ Ես շեշտում զրուցում էի քաղաքագետ, ինչպես նաև Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի հետ, ցտեսություն կհանդիպենք։